Իմ համար պաշտոնի բարձրացում չի, հակառակը իջեցում է, բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, թիմակիցներ, այսօր մենք հավաքվել ենք հայտարարելու, որ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին։ Մասնակցության ձևաչափը ևս հայտարարվեց։ Ուզում եմ նաև ասել, որ մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջի օրերից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Իդեպ սրանով եմ տարբերվում այլ վարչապետի թեկնածուներից։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը եւ ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը։ Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի տարօրինակ ժամանակահատվածում, երբ փորձում են մեզ համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որը մեզ հետ է քաշում, այլ ոչ թե հենարան առաջ շարժվելու համար, որ հայրենասիրությունը հնացած հասկացություն է, որը վնասակար է հայի ստամոքսի համար, որ ինքնությունը մեր էության մաս չէ, այլ սեզոնային մոդա է, որը կարելի է տարին մի քանի անգամ փոխել։ Այս վտանգավոր անհետեցություններին մենք ասում ենք ոչ։ Հայաստան դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը եւ հայրենասիրությունը շարժիչ ուժ են ժամանակակից եւ հզոր պետություն կառուցելու համար։ Այսօր աշխարհը վերածվել է քաոսի։ Համաշխարհային կարգը